Փարիզի ահաբեկչությունը դատապարտել ու իրենց ցավակցությունն են հայտնել միջազգային կազմակերպությունների ու տերությունների առաջնորդները։ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ահաբեկչությունը որակել է համամարտկային ու հայտարարել, որ Միացյալ Նահանգները ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում կանգնած է Ֆրանսիայի կողքին։ Սա հարձակում է ոչ միայն Փարիզի վրա, սա հարձակում է ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի վրա, սա հարձակում է ուղղված ողջ մարդկությանը եւ համամարտկային արժեքներին, որոնք մենք կիսում ենք։ Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն, որ Ֆրանսիայի կառավարությանը եւ ժողովրդին անհրաժեշտ կլինի արձագանքելու համար։ Ահաբեկչությանը անդրադարձել են նաեւ Բաշար Ասադը։ Սիրիայում գտնվող ֆրանսիացի падգամավորական խմբի հետ հանդիպմանը Սիրիայի նախագահը ցավակցել է ֆրանսիացիներին ու հայտարարել, որ լավ գիտի թե ինչ է ահաբեկչությունը։ Ֆրանսիայում 3 կատարվեց այն, ինչ Սիրիայում կատարվում է արդեն 5 տարի։ Ֆրանսիայի նախագահին ցավակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փորձելով նույն հարթակ բերել իրենց ներքին խնդիրները քրդերի հետ։ Խոսքերն ավելորդ են, Թուրքիան շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը, իմ երկրի ժողովուրդը լավ ծանոթ է դրան։ Իմացեք, որ ինչ զգացել եւ զգում ենք, նույնը Փարիզում կատարվածի համար ենք զգում։ Ահաբեկչության պատճառով Ֆրանսիայի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա։ Պաշտոնական հայտարարություն է տարածել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ տեղի ունեցածը որակել բարբարոսական փոքրոքի ստոր հարձակումներ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները խորը ցավակցություն են հայտնում զոհերի ընտանիքներին ու Ֆրանսիայի իշխանություններին, միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է ահաբեկչական գործողություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկել։ Տեղի ունեցածից ցնցված է Վատիկանը, Սուրբ Աթոռը դատապարտել է Փարիզի ահաբեկչություններն ամենախիստ ձևով, այս ահաբեկչությունը համարելով ատելության եւ խելահեղ ահաբեկչական բռնության նոր դրսեւորում։ Դա հարձակում է ամբողջ մարդկության խաղաղության վրա, որը պահանջում է վճռական արդյունավետ պատասխան յուրաքանչյուրիցս։ Այնուհետև Ռոմի Պապը ահաբեկչությունների շարքը որակել է երրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Նա դատապարտել է կատարվածն ու հայտարարել, որ այն ոչ մի արդարացում չունի, ոչ կրոնական, ոչ մարդկային։ Զոհրաբ Հարոյան, ժամը լրատվական։